Ողջ փառքը մեր Տիրոջը, Քրիստոսն է կենտրոնը մեր այսօրվա պաշտամունքի, Քրիստոսն է կենտրոնը մեր խորհուրդների, մեր խոսքերի եւ այն թող կենտրոնը լինի մեր ողջ կյանքի։ Ուրեմն Ավետարան Աստղուկասի 23, 44 համարից մինչև վերջ եւ շարունակելու ենք 24-րդ գլուխ առաջին երկու համարները։ Ժամը 6-ին ատեններն էր ու բոլոր երկրին վրա խավար եղավ։ Մինչև 9-րդ ժամը արևը խավարեցավ։ Ու տաճարին վարագույրը մեջտեղեն պատռվեցավ։ Հիսուս մեծ ձայնով աղաղակեց եւ ասաց. Հայր, քո ձեռքդ կհանձնեմ իմ հոգիս։ Ու երբ այս ասավ, հոգին տվավ։ Հարյուրապետը եղածը տեսնելով Աստծուն փառք տվավ ու ասավ. իրավցնե այս մարդը արդար էր։ Այս տեսարանը դիտելու համար ժողված բազմությունը եղած բաները տեսնելով կուրքերնուն կզարնեին ու ետ կդառնային։ Իր բոլոր ճանչվորներն ալ հեռուն կանգնել էին։ Նույնպես ալ կանայք, որոնք իր ետևեն եկել էին Գալիլեայեն ու կտեսնեին այս բաները։ Մարդմը Հովսեփ անունով, որ խորհրդական էր բարի ու արդար մարդմը, ասիկա անոնց խորհրդին եւ գործին հավանություն տված չէր։ Հրյաներուն արևմտյա քաղաքեն, որ ինքալ Աստծո թագավորությանը կսպասեր։ Անիկա Պիղատոսին գնաց ու Հիսուսի մարմինը խնդրեց։ Եվ զանիկա խաչեն իջեցնելով կտավով փաթեց ու քարե փորված գերեզմանի մեջ դրավ, որ բենավ մեկը դրված չէր։ Այն օրը ուրբաթ էր ու շաբաթը պիտի սկսեր։ Անոր ետևեն գացին այն կանայք, որոնք իրեն հետ Գալիլեային եկած էին ու տեսան գերեզմանը, թե ինչպես անոր մարմինը հոն դրվեցավ։ Եվ դառնալով խունկեր ու յուղեր պատրաստեցին եւ շաբաթ օրը հանգստացան պատվիրանքին համեմատ։ Մեկ շաբթի օրը արտուն շատ կանուխ կանայք գերեզմանը գնացին ու տարին այն խունկերը, որոնք պատրաստել էին եւ ուրիշ կանայք էլ անոնց հետ։ Ու քարը գերեզմանեն մեկդի գլորված գտան։ Ամեն։ Այս ընթերցված հատվածները բավական ուշադրության արժանի խորհուրդներ են իրենց մեջ պարունակում, որ երանի թե ժամանակը ավելին լիներ եւ մենք կարողանայինք ավելի շատ ժամանակ տրամադրենք ամեն մեկ դրվագին, ամեն մեկ իրադարձությանը մանրակրկիտ անդրադառնալու, որովհետև յուրաքանչյուրն իր մեջ պարունակում է գեղեցիկ խորհրդածության նյութ, սակայն ես ուզում եմ անդրադառնալ այսօրվա խորհրդին։ Մայր եկեղեցին այսօրը խորհրդանշում է նաև որպես խավարման օր։ Եվ ես ուզում եմ խոսել, ամփոփ խոսել ձեզ հետ, թե ինչու եղավ խավարում։ Ինչու տեղի ունեցավ այս խավարումը։ Ցերեկվա ժամը 3-ից մինչ երեկոյան ժամը 6-ը երկրի վրա տեղի ունեցավ խավարում։ Որոշ աստղագետներ քննելով երկինքը, քննելով աստղերը, գիտության այս ճյուղի ներկայացուցիչները հաստատում են, որ մոտավորապես մեր թվարկության 30-ական թվականներին
այսինչ ժամանակահատվածում երկրից վրա իրոք եղել է արևի խավարում։ Եվ այն ժամանակահատվածը համընկնում է ճիշտ Սուրբ Գրքի նկարագրած այս իրադարձության հետ։ Բայց արդյոք սա լոկ միայն տիեզերական երևույթ էր, արդյոք սա պատահականություն էր, թե այն իր մեջ խորհուրդ է պարունակում։ Այս իրադարձությունը, խավարումը մեզ մոտ հիշողություններ է արթնացնում։ Եվ ակամայից մտովի մենք գնում ենք շատ հետ հինավուրց ժամանակներ, երբ դեռ մարդը ստեղծված չէր, երբ դեռ Աբրահամը չկար, Իսահակը չկար, Նոյը չկար, մարդ արարածը դեռ ստեղծված չէր։ Եվ մենք կարդում ենք Ծննդոց գրքում նման մի պատմություն, առաջին գլուխ, առաջին 5 համարներում, սկզբեն Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց, երկիրը անձև ու պարապ էր, եւ անդունդի վրա խավար կար, եւ Աստծո օգին ջուրերու վրա կշրջեր։ Աստված ասավ. լույս լինի, եւ լույս եղավ։ Աստված տեսավ, որ լույսը բարի է, ու Աստված լույսը խավարեն զատեց։ Աստված լույսի անունը ցերեկ եւ խավարին անունը գիշեր դրավ, իրիկուն եւ արտո լալով առաջին օրը եղավ։ Աստվածաշունչը մեզ շատ մանրամասներ չի հայտնում ստեղծագործության մասին, սակայն մի քանի կարևոր հայտարարություններ անում է նա, որ սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, առաջին համարը սրա մասին է հայտարարում։ Հաջորդիվ հայտարարում է, որ երկիրը ինչ վիճակում էր գտնվում, անձև ու պարապ եւ անդունդի վրա խավար կար։ Սա վկայում է մի բանի մասին, որ երկինքը գտնվում են քաոսիկ վիճակի մեջ։ Անդունդ, դատարկություն, խավար։ Ինչն էր պատճառը, որ Աստծո ստեղծագործությունը վերածվել էր քաոսի, վերածվել էր խավարի։ Եթե Սուրբ Գիրքը ուշադրությամբ քննենք, մենք կտեսնենք, որ պատճառը մեղքն էր, մեղսագործությունը, մեղք էր տեղի ունեցել, որը խախտել էր Աստծո ստեղծագործության ներդաշնակությունը։ Մենք սրանից մի քանի շաբաթ առաջ խոսեցինք, որ հոգևոր եւ ֆիզիկական աշխարհները իրար հետ խիստ կապակցված են, եւ այն ինչ որ տեղի ունենում հոգևոր աշխարհում, այն անպայման իր ազդեցությունն է թողնում ֆիզիկական աշխարհի վրա, եւ այն ինչ որ տեղի ունենում ֆիզիկական, նյութական աշխարհում, իր ազդեցությունն է թողնում հոգևոր աշխարհի վրա։ Եվ այսպես մենք տեսնում ենք, որ խավար կար, քաոսային վիճակ էր տիրում, որից հետո կարդում ենք այս խոսքերը, եւ Աստված ասաց. լույս լինի, եւ լույս եղավ։ Լույսի ծագումից հետո, լույսի հայտնությունից հետո նոր սկիզբ է առնում կյանքը։ Աստված լույսը խավարից զատեց, լույսի անունը ցերեկ դրեց, խավարի անունը գիշեր դրեց, եւ հետո ասում է առաջին օրը եղավ։ Եթե մենք կարդանք հաջորդիվ համարները, մենք կտեսնենք, որ այս լույսը արեգակի լույսը չէր, քանի որ արեգակը դեռ ստեղծված չէր։ Սա ուրիշ մի լույսի հայտնության մասին է խոսքը, որով ծնունդ է առնում կյանքը, որով ծնունդ է առնում առաջին օրը գոյության կամ կյանքի առաջին օրը։ Սրա մասին մեզ ավելի տեղեկություններ է տալիս Հովանես Առաքյալը իր ավետարանում։ Հովանու ավետարան առաջին գլուխ, առաջին համարից մինչև 10։ Սկզբում էր բանը,
բանը Աստծո մոտ էր եւ բանն Աստված էր։ Անիկա սկզբեն Աստծո մոտ էր, ամեն բան նրանով եղավ եւ առանց նրա բան չեղավ, ինչ որ եղավ։ Կյանքը նրանով էր ու կյանքը մարդկանց լույսն էր։ Եվ լույսը խավարի մեջ կլուսավորեր եւ խավարը նրան չճանաչեց։ Աստծուց ղրկված մի մարդ կար, որուն անունը Հովանես էր։ Սա վկայության համար եկավ, որպիսի լույսի համար վկայե, որպիսի ամենքը անոր միջոցով հավատան։ Ինքը չէր այն լույսը, հապա եկավ, որպիսի լույսի համար վկայե։ 9 եւ 10 ճշմարիտ լույսը նա է, որ աշխարհ եկող բոլոր մարդիկը կլուսավորե։ Ինք աշխարհի մեջ էր եւ աշխարհը նրանով եղավ, բայց աշխարհը նրան չճանաչեց։ Կարծես Հովանես Առաքյալը իր ավետարանը սկսում է զուգահեռաբար նմանություններ տանելով Ծննդոց գրքի առաջին համարներին։ Նորից սկզբի մասին է խոսում եւ այնտեղ ասում է սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, այստեղ ավելի մանրամասնում է Հովանեսն ասելով, որ սկզբում էր բանը եւ բանն Աստծո մոտ էր եւ բանն Աստված էր։ Նա սկզբից Աստծո մոտ էր եւ ամեն բան նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ։ Դրանից հետո նա սկսում է խոսել լույսի մասին։ Այնտեղ ասում է սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, հետո ասում է երկիրը ինչ վիճակի մեջ էր, որից հետո ասում է եւ Աստված ասաց լույս լինի։ Խոսված խոսքը, իսկ բան նշանակում է խոսք։ Հետո ասում է Աստված ասաց լույս լինի, եւ այստեղ Հովանես Առաքյալն ասում է, որ կյանքը նրանով էր եւ կյանքը մարդկանց լույսն էր։ Կյանքը նրանով էր եւ կյանքը մարդկանց լույսն էր։ Կյանքը նրանով էր, նա մարդկանց լույսն էր։ Ով բանը։ Հաջորդի համարներն ասում են, որ Հովանեսը ինքը չէր այդ լույսը, այլ եկավ լույսի համար վկայելու։ Որովհետեւ ճշմարիտ լույսը նա է, որ աշխարհ եկող բոլոր մարդկանց լուսավորում է։ Եվ ասում է ինքը, ով լույսը, ճշմարիտ լույսը, ինքը աշխարհի մեջ էր եւ աշխարհը նրանով եղավ։ Այդ քաոսից հետո, չէ՞, այդ քաոսից հետո կյանքը ինչպես եղավ։ Նրանով, ինչով։ Լույսով, որովհետեւ որ լույսը ծագեց, այն ժամանակ կյանքը ծնունդ առավ։ Այն ժամանակ առաջին օրը եղավ, գոյության իմաստալից օրը ծնունդ առավ այդ լույսի ծագումով։ 14-րդ համարն ասում է. բանը մարմին եղավ եւ մեր մեջ բնակվեց եւ նրա փառքը տեսանք հորմեն միածին փառքին պես շնորհքով ու ճշմարտությամբ լի։ Մարմին առավ։ Ով մարմին առավ։ Բանը մարմին առավ։ Ով էր բանը։ Լույսը։ Եվ լույսը Աստված ինքն էր։ Նա մարդկանց լույսն էր։ Երբ լույսը մարում ենք, կյանքը սպառվում է։ Հովանու 8:12 Հիսուս նորեն խոսեցավ անոնց եւ ասավ. Ես եմ աշխարհի լույսը, նա որ իմ ետևես կուգա, խավարի մեջ պիտի չքայլե, հապա կենաց լույսը պիտի ունենա, կյանքի լույսը պիտի ունենա։ Ես եմ աշխարհի լույսը, նա որ իմ ետևից գա, խավարի մեջ պիտի չքայլի, այլ կյանքի լույսը պիտի ունենա։ Նա էր մարդկանց կյանքի լույսը։ Ով Հիսուս Քրիստոսը։ Հիսուսն է կյանքի լույսը։ Երբ մենք սպանում ենք նրան, մարում ենք մեր կյանքը։ Ինչու խավարում տեղի ունեցավ։ Որովհետև
մարդկությունը իրենց մեղքերով սպանում էին իրենց լույսը։ Մեռնում էր Քրիստոս, մարում էր Քրիստոս։ Ինչպես մոմը սկսում է արդեն ոսկլտալ եւ կամած մարել։ Եվ սա այն ընթացքն էր, որ խավարում էր աշխարհը։ Աստված ցույց էր տալիս, որ նա է ձեր կյանքի լույսը։ Սպանելով Քրիստոսին, դուք սպանում եք ձեր կյանքը։ Չկա, աշխարհը չունի կյանք առանց արևի։ Կյանք չի կարող գոյություն ունենալ առանց արևի լույսի։ Իսկ ով է մեր կյանքի լույսը, ով է մեր հոգու լույսը, ով է մեր հավիտենության լույսը, ով է մեր իմաստային գոյության լույսը, Քրիստոս Հիսուս։ Երբ որ խաչի վրա Հիսուս մեռնում էր մարդկանց լույսը, դրա համար խավարեց աշխարհը Քրիստոսի մահով։ Խավարեց, որովհետև մեղքի վարձքը մահ է։ Երբ որ մարդն է մեռնում, բար սովորական մարդը մարում է իր լույսը, իր կյանքի լույսը, գուցե իր հարազատների կյանքի լույսն է մարում, իր սիրելիների, բայց երբ որ մեռնում է Հիսուս Քրիստոսը, մեռնում է ողջ ստեղծագործության լույսը, կյանքի լույսը։ Մեկշաբթի օրը Արտուն շատ կանայք գերեզման գնացին ու տարան այն խունկերը, որոնք պատրաստել էին, եւ ուրիշ կիներ ալանոնց հետ, ու քարը գերեզմանից մեկդի գլորված գտան։ Ներս մտնելով Տեր Հիսուսի մարմինը չգտան։ Գերեզմանը մահվան խորհուրդն էր։ Գերեզմանը խավարի խորհուրդն է։ Այնպես ինչպես երկիր մոլորակը վերածվել էր անդունդի, գերեզմանի, խավարի, մահվան մեջ էր։ Եվ միայն կյանքը ծնունդ առավ, երբ որ լույսը ծագեց, այդպես եւ կյանքը ծնունդ առավ, երբ Քրիստոս գերեզմանից ելավ, գերեզմանից դուրս եկավ։ Ինչպես խավարի միջից Աստված ասաց լույս լինի եւ լույս եղավ, այդպես եւ Քրիստոս իր հարությամբ ծագեցրեց կյանքի լույսը մարդկության համար։ Պատահական չէ, որ 3 ժամ եղավ խավարումը։ Մեր ժամանակով 6-ից 9։ Այդպես եւ 3 օր եղավ խավարումը, հոգևոր խավարումը, միջև որ խավարից լույսը պիտի ծագեր։ Ու դարձյալ Աստված պիտի ասեր լույս լինի, ու լույսը պիտի ծագեր։ Ու պետք է նորից սկսվեր մեկշաբթին, առաջին օրը։ Ճիշտ այնպես, ինչպես ծննդոցում, երբ որ լույսը ծագեց, այդ պահից սկսված սկիզբ դրվեց ինչը։ Օրը, առաջին օրը, կյանքի առաջին օրը։ Կյանքը սկիզբ առավ, նորից սկիզբ առավ։ Մեկշաբթի օրը, երբ քարը գլորվեց ու խավարի միջից բանը հարություն առավ ու լույսը ծագեց ու լույս բերեց ողջ աշխարհին։ Ես եմ աշխարհի լույսը։ Նա որ իմ հետևից գա, բնավ խավարի մեջ պիտի չմնա, որովհետև ճշմարիտ լույսը նա է, ով աշխարհ եկող բոլոր մարդկանց
լուսավորում է։ Եսայի մարգարեն ասում է 10-րդ գլուխ 17-րդ համարն ասում է Իսրայելի լույսը հուր ու նրա սուրբը բոց պիտի լինի։ Իսրայելի լույսը հուր եւ նրա սուրբը բոց պիտի լինի։ Այո, մեր Տեր Հիսուս Քրիստոսի կյանքը մարեց խաչի վրա։ Խավարում տեղի ունեցավ, որովհետև լույսը մարեց։ Որովհետև նա էր կյանքի լույսը, նա էր մարդկանց լույսը։ Բայց երրորդ օրը նա իր հարությամբ պիտի լուսավորեր ողջ աշխարհը, բոլոր նրանց, ովքեր իր ետևից պիտի գնան ու հավիտյան խավարի մեջ պիտի չապրեն։ Քայլենք մեր Փրկիչ Տեր Հիսուս Քրիստոս ետևից, մերժենք խավարը, Աստված ցերեկը եւ գիշերը բաժանել է իրարից։ Լույսն ու խավարը բաժանել է իրարից։ Մենք կոչված ենք Սուրբ Գրքում լուսով որդիներ, լույսի որդիներ։ Հիսուսն ասաց. քանի լույսը ձեզ հետ է, գործեցեք։ Այսօր մեր հետ է լույսը, Քրիստոս մեզ հետ է, գործենք իր անվան եւ փառքի համար։ Ամեն։ Ոտքի կանգնենք եւ միասին աղոթք անենք, սիրելիներս։ Օրհնյալ եւ պաշտելի մեր Փրկիչ Տեր Հիսուս Քրիստոս, փառք, պատիվ եւ գոհություն քեզ Տեր, քո կատարած զոհաբերության համար, փառք ու պատիվ քեզ Տեր Աստված, որ դու մեր մեղքերը քո վրա առնելով մեզ փրկագնեցիր, մեզ համար դու աղոթեցիր, խաչի վրա քո խոսքն առաջին ասացիր, հայրներիր նրանց, որովհետև չգիտեն ինչ են անում։ Ով պիտի գիտակցեր, ով պիտի հասկանար, որ քեզ սպանելով սպանում ենք մեր կյանքը, սպանում ենք, մարում ենք մեր լույսը, դու ես մեր լույսը և դու ես մեր կյանքը Տեր, փառք քեզ մեր Աստված, որ դու 3 ժամ հետո կամ 3 օր հետո նորից ասացիր լույս լինի եւ խավարից ծագեց լույսը, գերեզմանից դուրս ելավ կյանքի լույսը, մեր Փրկիչ Տեր Հիսուս Քրիստոսը։ Ու երանելի ենք, որ քայլում ենք նրա ետևից։ Աղերսում ու խնդրում եմ Տեր, որ այսօր այս պատգամը, այս կյանքի պատգամը փոխանցես շատ եւ շատ խավարի մեջ ապրողներին, որ գան դեպի քեզ Տեր Հիսուս, ճանաչեն քեզ ու հետևեն քեզ, ու չմնան իրենց ցավերի, իրենց հոգսերի, իրենց մոլորությունների խավարի մեջ, երբ որ դու կենթանի լույս այսօր մեզ հետ ես։ Ու քանի դեռ մեզ հետ ես, շնորհիր, որ գործենք Տեր այս աշխարհի մեջ, որովհետև աշխարհից խավարորեն են սպասում, որովհետև Տեր եկեղեցիդ կոչեցիր աշխարհի լույս, ու գիտենք, որ օրը պիտի գա, երբ եկեղեցիդ պիտի առնվի աշխարհի վրա, եւ այն ժամանակ իսկական մարդկությունը պիտի մնա իր իսկ ստեղծած խավարի մեջ։ Օրհնիր ու ողորմիր քո զավակներին եւ մեր հավատքը հաստատուն արա միջև քո երկրորդ գալուստը։ Քեզ փառք հավիտյան դարերում։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը ձեզ հետ լինի, գնացեք Տիրոջ խաղաղությամբ։ Ամեն։